Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուշն այս գիշերը ավելի ինտենսիվ կրակոցներ է արձակել, ավելի շատ են կրակել, Ազատությանը փոխանցել է գյուղի բնակիչներից մեկը նշելով, որ շուտով մեկ ամիս կլինի, ինչ ադրբեջանցիները գիշերը 10:30-ից սկսած մինչև լուսաբաց կրակում են։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր հատուկ զեկույցը կհրապարակի այս տարվա սեպտեմբերի 27-ին հետևող ազգային ժողովի լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Խորհրդանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Մի խումբ արցախցիներ հավաքվել էին Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց եւ հանդիպում էին պահանջում Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, նրանք պահանջում էին աջակցել իրենց, որպեսզի Թալանը հետ վերադարձվի։ Կարճ ժամանակ անց դուրս է եկել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը եւ Արցախի ներկայացուցչության դիմաց պատասխանել է հավաքվածների հարցերին։ Մենք դեմ չենք որևիցե հրապարակումների, սա իր մեջ պարունակում է որոշակի գաղտնիք, նաեւ անձնական տվյալների պաշտպանության հարց կա հարց, որ հարցված քրեական վարույթներ եւ այդ շրջանակներում տարվում է նախաքննություն։ Մենք չենք ուզում խանգարել այդ նախաքննությանն, ասել է Շահրամանյանը։ Վերջինս նաև հայտարարել է, որ նպատակարար չի համարում իրենց հետ փողոց դուրս գալը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը եւ հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում եւ 3+3 տարածաշրջանային հարթակի շրջանակում համագործակցությունը։ Ռուսական ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Խարկովում վիրավորների թիվը հասել է 97-ի, այդ թվում 7 երեխա, մինչ այս պահը հաղորդվել է 1 զոհի մասին 79-ամյա տղամարդ։ Հայաստանի ծանամարտի տղամարդկանց հավաքականի անդամ 89 կիլոգրամ քաշային Մնացական Աբրահամյանն անհաջող է հանդես եկել Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Պոկում եւ հրում վարժություններում նա ոչ մի հաջող մոտեցում չի ունեցել։